Արարիչը արարեց արարածին, արիացուն, արիմարդուն, արարատուն։ Garni'ye geldik çünkü bizim atalarımız Hristiyanlıktan evvel yaşamışlar, binlerce yıllar yaşamışlar. Aynı Tanrı'ya dualar ederek zannediyorum ki her millet kendi köklerine dönmelidir. Ինչու ես շեշտեցի հուդա քրիստոնեություն, որովհետև 301 թվին քրիստոնեությունը ոչ հայերի օգնությամբ եկավ կես ասորի, կես պարթև Գրիգորիսի միջոցով եկավ Հայաստան եւ ավերածություններ առաջացրեց, հերով սրով հաստատեց, այդ ժամանակից 301 թվականից հուդա քրիստոնեության ընդունումից եւ հայ աստվածների ուրացումից հետո մենք կորցրեցինք մեր ազգային հզորությունը եւ հայրենիքի մեծ մասը։ Առաջին հզոր ցեղասպանությունը հոգեվոր, ֆիզիկապես, մշակութային, բարոյապես եւ տարածքային մենք կրել ենք 301 թվականին եւ այդ ցեղասպանության համար փաստաթուղթ ենք պատրաստել եւ 2003 թվականին դիմել ենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, որպեսզի դատ բացենք քրիստոնեության այսպես կոչված հաստատման համար, որը փակվել է առ այսօր։ Դժվարությունը եկավ, երբ որ եկեղեցին փորձում էր մեզ աղանդավորականների տեղ ներկայացնել, բայց մենք շատ արագ ապացուցեցինք, որ մենք կրոնական կազմակերպություն չենք իրանց հետևորդ, բացարձակապես ընդհակառակ այդ նրանք եկան մեր հայ տաճարների վրա արիական, մեր ծեսերի տոների, այսինքն եթե աղանդ են, ապա իրենք են մեր աղանդը։ Գարնին կանգուն մնաց, որովհետև որոշակի քրիստոնեացման այդ բռնի ժամանակներում այսպես հաշտողական ինչ-որ խնդիր առաջացավ եւ թագավորի քույրը որոշակի բարի կապեր ուներ այսպես Գրիգոր կոչված այդ խավարիչի հետ, ես լուսավորիչ չեմ համարում նրան, եւ կարողացավ պահպանել գոնե Գառնի տաճարը, բայց նա երկրաշարժից ավերվեց, հետո համայնավարների կոմունիստների ժամանակ ամեն դեպքում երբ որ պատմագետները վիճում էին թե որ պետության մեջ է ամենահին տարածքը կոմունիստները որպեսզի ցույց տան որ Ուրարտուն սովետական միության մեջ է ոչ մեր սիրուն աչքերի համար վերականգնեցին Գառնի տաճարը եւ դա մեր օգուտն էր ես Գառնին իմ հոգեվոր տունն եմ համարում եկեղեցիներ են կառուցել, այդ թվում Զվարթնոցի եկեղեցու կողքը հնում եղել է Տիր Աստծո մեր իմաստնության եւ դպրության Աստծո տաճարը։ Ձեզ խորհուրդ կտամ այցելել Էջմիածնի Մայր տաճար, համ կտեսնեք հին հայկական կառույցները եկեղեցական, համ էլ տակում կտեսնեք Մեհյանը, որը մի փոքր պահել են։ Հայ արիները, քրմերը, երբ որ տաճարների տեղանքները ընտրել են, նրանք նայել են ամբողջ էներգետիկան, տիեզերքի հետ կապը եւ նրանք հասկանում էին, որ պետք չէ հիմնովին քանդել։ Տաճարները քանդում էին մինչև այսքան, արմատը թողում էին եւ վրան եկեղեցին այդ էներգետիկ տեղում կառուցում էին։ Սա ինձ հետ, որ ին վրա ամեն դեպքում դրսի ուժերից շատերը չեն սիրում ինձ, հատկապես սիոնիզմի հետ կապված ուժերը, փորձեցին հերթական մահափորձը բանտարկությունից հետո չխելոքացա ես, փորձեցին մահափորձը եւ ես ամբողջովին ջարդված էի, ես ոտիս մեջ մինչեւ հիմա էլ բան է դրած, այդպես ես օգտվում էի սրանից եւ իմ ընկերները գտան, որ հարկավոր է արիական ձեռնապայտ նշաններով, խորհուրդներով։ Հարկ քեզ արարիչ, փառք քեզ արեգակ, լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ։ Ունենք մենք ազգով մեծույթ նպատակ, որ պիտի հասնենք հայ ոգով անպարտ։ Փառք հայ աստվածներին։ Փառք մեր աստվածներին։ Հայ արիական միաբանությունը, փաստորեն ես ասեցի, որ դա համակարգ է։
Այնտեղ կա փաստորեն եւ հայ-արիական կուսակցություն։ Մենք կուսակցությունը գրանցեցինք ստիպված, որովհետեւ մենք չէինք ուզում քաղաքական խնդիրներին շատ խառնվել ու նաեւ կուսակցական քաղաքականություն վարել, բայց այսօրվա աշխարհում առանց քաղաքական կազմակերպության հնարավոր չէ։ Կա նաեւ հայ-արիական ցեղապաշտական դաշինք հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Կա երիտասարդական մանկապարտեզ, մի խոսքով մամուլ ունենք հայարիներ, կայք ունենք հայարիական, ունենք ազատամարտիկների համախմբման, այսպես խորհուրդներ, որոնք Արցախյան պատերազմին են մասնակցել, ունենք հոգևոր հանձնախումբ, այ որը զբաղվում է քրմական դասի ձևավորմամբ, ունենք նաև տարբեր ուրեմն կազմակերպություններ, որոնք մեր կյանքի բոլոր բնագավառներում լեզվակրթական դպրոցների բոլոր առումներով զբաղվում են։ Այսինքն հայ-արիական միաբանությունը դա համակարգ է։ Մենք այդ հավատքի միջոցով ուրեմն վերականգնում ենք մեր հայ տեսակի ազգային ինքնատիպությունը, կացութաձևը, էությունը, մշակույթը եւ նաեւ հայոց հայրենիքը ամբողջական հայկական լեռնաշխարհի վրա։ Սա այս մեր հավատքային գործունեությունը տալիս է մի քանի սկզբունքներ։ Հայը պետք է ունենա իր տեսակը, ինքնատիպությունը, իր էությունը, մտածողությունը, իր հոգին առ հայ աստվածները եւ իր հայոց հայրենիքը ամբողջական հայկական լեռնաշխարհի վրա։ Արարչի ստեղծած մարդ, տեսակը բնական օրենքներով ապրող, տիեզերակարգով ապրող, այսինքն բնությունից չկտրված, այսօր մարդը բնությունից դուրս է եկել, ապրում է շատ ներողություն անասունի պես, սեռական կյանքով էլ է անասունի պես ապրում, բարոյական կյանքով էլ, բոլոր կյանքերով հոգեպես էլ նա ավելի ցածրացել է, քան անասունը։ Եվ հիմա մենք փորձում ենք բնական կարգին համապատասխան գտնել մեր նման մտածողներ տարբեր ազգերի մեջ, ապրել բնության հետ, բնության մեջ եւ հանուն ընդհանուր արարված տեսակի, մարդկային տեսակի։ Ամեն մի նորածնի մեջ մենք տեսնում ենք մեր սա գործ չի, սա այանքան չէ։ Մենք ամեն մի նորածնի մեջ մենք տեսնում ենք մեր արյան կանչի վերազարթոնքը։